Հարգելի նախագահ, Տիկին նախարար, շնորհակալություն զեկույցի համար, չգիտեմ Տիկին Գալստյանին ասեմ շնորհակալություն, թե չէ որ թույլ տվեց մի քիչ էլ քաղաքական ելույթ ունենալ, բովանդակություն շեղելու համար։ Տիկին Գալստյան, երբ ասում եք ընդհանուր մտահոգություն է սա, եւ նաեւ նշեցիք, որ քաղաքաշինական խորհրդի անդամ եք եղել, բա մի անգամ առաջարկեիք, որ ծիծեռնակաբերդի հուշահամալիրը 10, 20, 30 տարի մասնագիտական ձեռք չի կպել, ինչպես դուք նշեցիք, ոնց ասացիք, հնդիկները, այդ անդուր հնդիկներ, ոնց ինչ ձև, անորակ հնդիկներն էին աշխատում, արդեն հասանք բան ինչ-որ, լավ, ինչևէ, հետևանք է այս խոսակցությունը, ինչի հետևանք է, խոսակցությունը հետևանք է մի բանի, Տիկին նախարարը շատ բաց եւ թափանցիկ նաեւ ազնիվ նշեց, որ տարիներ շարունակ նախ մենք չենք ունեցել փորձ ինչպես հարաբերվել այդ խնդրի հետ, թե ինչպես պիտի կարևորագույն հուշահամալիրը, գիտեք ինչ կա, ֆունդամենտալ խնդիրներ է մատնանշում նախարարը, ընդհուպ այնքան մանրանալով դետալների մեջ, նշում է, որ ընդհուպ կարող էր օրինակ ապրիլի 24-ին այնտեղ այցելող հազարավոր քաղաքացիներից մեկի գլխին սալիկ ընկներ եւ ով էր դրա պատասխանատուն, այդ ժամանակ ասելու էիք կրկին ձեր ձեռքերը արյունոտ են, ինչպես քիչ առաջ նշեցիք, այդ ժամանակ եւս չէիք վարանելու, ասեիք ձեր պատճառով քաղաքացին մահացավ, վստահաբար, մինչև ձեր գործընկերները հասել էին այն նրան, ես չմոռանանք էլի օրեր առաջ ասում էին, այ հաստատ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը քանդում են, որ տեղը հյուրանոց կառուցեն, ինչպես կոնսերվատորիայի շենքը, երբ որոշվեց ակադեմիական քաղաք պիտի կառուցենք,